Ղուկաս ավետարան 23-րդ գլուխ 34 համարը խաչի վրայից Հիսուս ասեց. Հայր, ների նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Խաչի վրա Հիսուսի արտասանած յուրաքանչյուր խոսք մեզ խորը պատկերացում է տալիս Քրիստոսի և մեր մասին։ Խաչի տեսարանը ընդհանրապես ցույց է տալի մարդկային դաժանության գագաթնակետը։ Միևնույն ժամանակ խաչի վրա Հիսուս Քրիստոս բացահայտում է աստվածային անհուն սերը։ Մեկն ասել է. Հիսուսի խաչի վրա արտասանած վերջին խոսքերը նման են պատուհանի, որի միջից կարող ենք տեսնել Աստծո սիրտը։ Առաջին խոսքերը, որին անդրադարձանք, Հայր ների նրանց։ Երբ մարդ ցավի ու տառապանքի մեջ է, նրա ընդհանրապես բնական արձագանքը սովորաբար մեղադրյալներ փնտրելն է, պաշտպանվելը կամ համարժեք պատասխան տալը։ Բայց Հիսուսը ընտրում է այդ ճանապարհ։ Նա այնտեղից, ուր մենք պետք է լինենք, նա խնդրում է թշնամիների համար ներում խնդրել։ Ինչ հիմքով է նման բան խնդրում։ Հիսուս հույս ուներ, որ Աստված կմոռանա գործած մեղքը։ Բայց չէ, որ արդարությունը պահանջում է, որ մեղքը պատժվի։ Միգուցե նա աղաչեց, որ Աստված փոխի ընդունված ստանդարտները, բայց չէ, որ Աստված չի կարող փոխվել։ Իսկ Հիսուս միգուցե ուզում էր, որ Աստված լուրջ չընդունի կատարվածը, մատների արանքով նայի։ Ոչ։ Ամեն մեղք է Աստծո սրբության առջև։ Այդ դեպքում ո՞րն է հիմքը նման խնդրվածքի։ Ինչ է նշանակում ընդհանրապես ներել։ Սրա համարժեք իմաստն է բաց թողնել, հրաժարվել վրեժխնդրության իրավունքից։ Հիսուս Աստծուց խնդրում է հրաժարվիր քո արդար իրավունքից և ողորմություն ցուցաբերիր։ Բայց ինչ հիմքով։ Բացի նկատի ունի նրանց զինվորներին, որոնք կատարեցին իրենց հանձնարարվածը, քահանաներին, դպիրներին ու փարիսեցիներին, որոնք ջանք չխնայեցին, որպեսզի խաչեն։ Գուցե ամբողջի համար էր խնդրում։
ովքեր բղավում էին խաչել նրան։ Իսկ Պիլատոսը, Հերովդեսը, արդյոք կարող ենք դնել որևէ սահմանափակում։ Իսկ ինչ կասեք մեր մասին։ Ընդհանրապես ներումը հակասում է մեր բնույթին, այնպես չէ։ Մեզ համար ավելի բնական է վրեժ լուծելը, որ մեղավորը արժանի պատասխան ստանա։ Ներումը գրեթե սխալ է թվում, իսկ վրեժխնդրությունը ճիշտ։ Միթե մենք ֆիլմերը նայելուց չենք սպասում, որ լավ հերոսը վերջում եմ վատին հասցնի են ինչին որ նա արժան է։ Հիսուսի ասած այս ներելը մարդկային մտածողության մեջ հեղափոխություն է բերում։ Հայրների նրանց։ Բայց չէ որ կա մեղքի պարտամուրակ, որը պետք է մարվի։ Ով պետք է վճարի։ Այստեղ Հիսուս Քրիստոս հանդես է գալիս որպես Եսայա մարգարեության 53-րդ գլխի այն տառապող ծառան, որ իր վրա է կրում մեղքի պատիժը, բայց միևնույն ժամանակ խաչի վրա նաև հանդես է գալիս որպես միջնորդ, քահանայական միջնորդ, ով բարեխոսում է մեղավորի համար։ Սրանով խաչը դառնում է ոչ թե միայն պատժի վայր, այլ նաև ներման աղբյուր։ Նա հայտարարում է մեզ մեղավորներ, այլապես չէ խնդրի ներիր նրանց։ Եվ իրեն զոհաբերում է քավելու համար մեր մեղքերը։ Ասելով ներիր նրանց, Հիսուս կարծես ասում է ես կվճարեմ, ես եմ վճարելու։ Այս աղոթքը ցույց է տալիս, որ փրկությունը սկսվում է ներումից։ Այն կարելի է դիտարկել որպես նախնական արդարացում, եւ որ Աստծո շնորհը նախորդում է մարդու ապաշխարությանը։ Տերն ասում է, չգիտեն, թե ինչ են անում։ Բայց ինչպես կարող են չիմանալ։ Տեսել էին անբացատրելի հրաշքները, կային այնքան հարություն առած մարդիկ, գիտեին Մեսիայի գալստյան մասին եւ ի վերջո գիտեին, որ մարդ են խաչում, սպանում։ Ինչպես կարող են չիմանալ։ Չգիտենալը այստեղ նշանակում է ինչ որ բանի նշանակությունը հասկանալու անկարողություն։ Հիսուս չի
փորձում արդարացնել նրանց, այլ բացատրում են նրանց վիճակը։ Մարդը ներկայացում է որպես պատասխանատու իր արածների համար, բայց նաև սահմանափակ գիտակցությամբ։ Մարդիկ, ովքեր խաչեցին նրան, ընդհանուր մի բան ունեն՝ հոգևոր կուրություն։ Այս երկակիությունը թույլ է տալիս համատեղել արդար դատաստանը և Աստծո ողորմությունը։ Նրանք տառապում են մեղքի կուրությունից և ներման կարիք ունեն։ Հիսուս աղոթում է Հորը բացել նրանց աչքերը, որ տեսնեն իրենց մեղքը, զղջան և ներում գտնեն։ Ներումը տրվեց, բայց Քրիստոսին ատող մարդկանցից շատերը չընդունեցին։ Դա նրանց ընտրությունն էր։ Հետևաբար նրանց վրա չի կարող գալ ներման այս շնորհը։ Խաչը ոչ միայն փրկում է Քրիստոսին հավատացողներին, այլ նաև ձևավորում է նրանց մեջ նոր բարոյական կերպար։ Այն դառնում է հավատացյալի ներքին կյանքի մոդելը, ապրել ներմամբ և ոչ թե դատապարտությամբ։ Այս խոսքը դառնում է քրիստոնեական էթիկայի հիմքը։ Հիսուս ասում էր. սիրեք ձեր թշնամիներին։ Շատ մարդիկ, ովքեր մեզ ցավ են պատճառում, չեն հասկանում իրենց գործողությունների իրական պատճառն ու հետևանքը, ուստի կարելի է և ներել։ Եվ երբ մենք դա հասկանում ենք, մեր սիրտը սկսում է փոխվել նրանց հանդեպ։ Ներելը հեշտ չէ։ Երբեմն դա նույնիսկ կարող է թվալ անարդար, բայց Հիսուս մեզ ցույց է տալիս, որ ներումն առաջին հերթին որոշում է և ոչ թե զգացմունք։ Ներելը սա քո ընտրությունն է։ Դու կարող ես ասել. այո, թեև ես դեռ ցավ եմ զգում, բայց ընտրում եմ վրեժ չլուծել։ Խաչը ներման աղբյուր է։ Հիսուս Քրիստոս վերցրեց ոչ միայն մեր մեղքերը, այլ նաև մեր ատելությունը, ցավը, մեր կոտրված սրտերը։ Այս աղոթքով Քրիստոսը վերցնում է աշխարհի ողջ ատելությունը, բռնությունն ու վրեժխնդրությունը ասելով բավական է, հերիք է, վերջ, դուրս եկեք այս արատավոր շրջապտույտից, իրարից վրեժ առնելուց, որ սերնդե սերունդ ավերում է Աստծո պատկերով ստեղծված մարդուն։ Երբ որ նայում ենք այս հատվածը,
տեսնում ենք մարդկանց, որ մոտ են խաչին, իշխանավորներ, որոնք ասում են փրկիր ինքդ քեզ, ուրիշներին փրկեցիր, քեզ էլ փրկի։ Տեսնում ենք զինվորներին, որ ծաղրում են, եթե դու ես Իսրայելի թագավորը, փրկիր քեզ։ Չէ՞ որ ամենա զարմանալին հանցագործներից մեկը, որ կախված էր իր հետ, իր կողքը, սա էլ ասաց, փրկիր ինքդ քեզ և փրկիր մեզ, եթե Աստծո որդի ես։ Կարծես Հիսուսին ընտրության առջև են կանգնեցնում, փրկել ինքն իրեն, թե ներել։ Ես կասկած չունեմ, որ նրանք հոգու խորքում ավելի կնախընտրեն, որ Հիսուս ինքն իրեն փրկի։ Գիտեք ինչու՞։ Դա կարդարացներ նրանց, նաև մեր եսակենտրոն ապրելակերպը։ Հիսուս ընտրեց ներելը։ Սա ինձ մտածելու տեղիք է տալիս։ Իսկ ինչ կլիներ, եթե մենք որպես քրիստոնյաներ առաջին հերթին կենտրոնանանք ոչ թե մեզ և ուրիշներին փրկելու վրա, այլ ներելու։ Չեք կարծում, որ աշխարհը կսկսի մեզ ավելի այլ կերպ տեսնել։ Պատկերացրեք, եթե խաղաղության ձգտումը դառնա մեր հարաբերությունների մեկնարկային կետը, կամ ինչպես Հիսուսն է ասում, սիրեք ձեր թշնամիներին, կամ սկսենք ներել, ինչպես նա մեզ ներեց։ Ձեր քրիստոնեությունը ինքներս մեզ փրկելու մասին չէ, այլ ուրիշներին ներելու և սիրելու մասին է։ Եթե այսպես վարվենք, ինչ կփոխվեր մեր մտքում, ասենք ուղեղում, մեր խոսքերում կամ մեր գործողություններում, ինչ տեսք կստանար սա, ինչ կտար ձեզ և ինչ կպահանջվեր ձեզանից։ Ում ես պահում այսօր քո սրտում բանտարկված, ով կա, որ չես ներե։ Տերն ասում է թող այդ բեռը, ես դրա համար եմ խաչվեմ։ Ներումը ազատություն է բերում։ Ճիշտ է, մենք աղոթում ենք գա քո թագավորությունը, բայց արդյոք մենք իսկապես գիտենք, թե ինչ ենք խնդրում։ Մի բան է աղոթել Աստծո թագավորության գալստյան համար,
բոլորովին այլ բան է հրաժարվել մեր թագավորություններից։ Քրիստոսի թագավորությունը չի նշանակում, որ մենք հիմա ունենք բոլոր պատասխանները, որ ամեն ինչ շտկված է, որ ցավն անցել է, կամ որ բոլոր խնդիրները լուծված են։ Քրիստոս հրավիրում է մեզ կազմել նրա կամ մտնել նրա թագավորության մեջ, որի հիմքում ընկած է ներելն ու սիրելը։ Սա տեղի ունենում խորը սիրո լռության մեջ։ Հիսուս ոչ մեկին չի պատասխանում, երբ ասում են փրկիր քեզ։ Եվ հանկարծ լռության մեջ մեկ այլ հանցագործ դիմում է նրան. Տեր հիշիր ինձ, երբ քո թագավորությամբ կաս։ Ինչպես, ինչը նպաստեց, որ նման որոշում կայացնի այս հանցագործը։ Միգուցե նա Քրիստոսի գլխավերևում կարդաց այն գրվածքը, որ հրյաների թագավոր, կամ միգուցե Հիսուսի ներման խոսքերը նրան մղեցին, որպեսզի ինքը կառչի Տիրոջից։ Հիշիր ինձ, Տեր, ոչ թե նրա համար, ինչ ես արել եմ, չեմ արել, հիշիր ինձ ոչ թե նրա համար, թե ով եմ ես, այլ նրա համար, թե ով ես դու, թագավորների թագավոր։ Եվ Քրիստոս սիրով լցված այս անձին ասում է ճշմարիտ եմ ասում քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Իսկ ինչու մյուս ինչ ասեց, պակաս էր սիրում նրան, Հիսուս մյուսին էլ այնքան սիրեց ու ներեց, որ թույլ տվեց իրեն ծաղրի։ Քրիստոսի թագավորությունը այստեղ երկրի վրա չի նշանակում, որ մենք հիմա ունենք բոլոր պատասխանները, որ ամեն ինչ շտկված է, որ ցավ չկա, կամ որ բոլոր խնդիրները լուծված են։ Հիսուս չի հեռացրել մեր խաչերը, փոխարենն նա ներկա է մեր առօրյա կյանքի իրականության մեջ, նա ներկա է մեր ցավի, տառապանքի, մեր կոտրվածության, անգամ մեր մահվան մեջ։ Խաչի վրայից հնչած խոսքերը հայրների նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում, փոխեց աշխարհը։ Եվ այն կարող է փոխել նաև իմ ու քո կյանքը, եթե սկսենք Քրիստոսի ակնոցներով
որքան էլ դժվար լինի կրել այս պահին, այս կյանքում, սիրելով ու ներողամտությամբ նայենք մեր շուրջը գտնվող մարդկանց և տեղի ունեցող բաներին, իմանալով, որ շատ հաճախ մարդիկ չգիտեն, թե ինչ են անում։ Աստված օրհնի ձեզ։